Զեղծարարությունների թեման շարունակելով ուզում եմ զրուցել իմ տաղավար հրավիրված Արտուր Պապյանի հետ, ողջույն Պապյան։ Բարև ձեզ։ Ինձ թվում է Պապյանին շատերը հիշում եք Facebook-յան ակտիվ հաղորդագրություններով, Facebook-յան գրառումներով, որովհետև գոնե մեր գործընկերների միջավայրում իրեն դիմողները շատ են։ Արտուրին հաջողվել է վերականգնել հազարավոր ջնջված Facebook-յան էջեր, նաև զեղծարարություններից զերծ պահել մարդկանց, եւ մենք կխոսենք այսօր այս թեմայի շուրջ մի քիչ ավելի խորքային։ Արտուր, քիչ առաջ, երբ մենք բանավոր զրույցի մեջ էինք առանց տեսախցիկների, բարձեցի, որ դու տեղյակ չես զեղծարարությունների վերջին տրենդերից, վերջին տրենդը քիչ առաջ իմ հյուրն էր Անահիսը Սարդարյան եւ ինքը պատմում էր, թե ինչպես է միակնթարթում դարձել զեղծարարության զոհ։ Պարզվում է վերջին հնարավորությունները, որոնք փորձում են կիրառել ու մոլորեցնել մարդկանց, դա վարորդական իրավունքների վրա մարդկանց մեքենաների համարը գրելն է եւ այդ կոփիները ուղարկում են, տարածում են բոլորին։ Մարդիկ դե ավտոմատ կերպով մտածում են, թե իրենք ունեն տուգանքներ, սկսում են վճարել այդ տուգանքների համար։ Հիմա սա զեղծարարության նոր տարբերակ է, որին դեռ մարդիկ պիտի հասցնեն ընտելանալ, բայց դուք ինչքան էլ մարդկանց այսպես իրազեկում եք, ի վերջո այս ալիքը հնարավոր է չի տարածվում ողջ Հայաստանով մեկ։ Մեր լրատվամիջոցները շատ են, սոցցանցերի տեսակները շատ են, չգիտեմ ինչ անել, որպեսզի փրկել մարդկանց։ Իրականում չեմ կարծում որևէ մեկ անհատ անձ կարող է ամեն ինչին հետևել։ Այսօր ալիքները կիբերտիրույթում, ինչպես նաև զեղծարարությունները, որոնք ես ավելի շատ նախընտրում եմ սոցիալական ինժեներիա կոչել, անընդհատ փոխվում են, նորագույն տեխնոլոգիաներ են հանդես եկել եւ այսօր նույնիսկ հանցագործները սկսել են արհեստական բանականության չաթբոտեր օգնել։ Այսինքն շատերը երևի օգտագործել եք ժամանակին Google Translate-ի պես ծրագրեր, որ թարգմանություն են անում եւ եթե հիմա փորձեք թարգմանական որևէ ծրագրից օգտվել, կտեսնեք, որ իրենք անգամներով բարելավվել են կամ ուղղակի շատերը տալիս են իր ChatGPT-ներին ինչ-որ տեքստ, ասում են թարգմանի հայերեն։ Ինչի է սա կարեւոր։ Երկար ժամանակ Հայաստանում ինչ որ խաբեություններ, սոցիալական ինժեներիայի հարձակումներ չէին հասնում։ Երբ որ սոցիալական ինժեներիա ենք ասում, սովորաբար նկատի ունենք այնպիսի հանցագործություն, որի հիմքում պարզ խարդախությունն է, այսինքն սովորական խարդախությունը, բայց դա իրականացվում է ինտերնետային տեխնոլոգիաների կիրառմամբ եւ հանցագործին գտնելը դժվարանում է դրանով, որտեղ ինքը էկրանի հետևում է, հետո ինչ որ VPN-ների հետևում է, իր հետևից գնաց չես հասնի։ Եվ այդպիսի հանցագործները գործում են անպատժելիորեն, վստահ լինելով, որ իրենց ոչ ոք էլ չի հասնի։ Եվ երկար ժամանակ այդ հարձակումները Հայաստան չէին հասնում, որտեղ լեզվի խնդիր կար։ Հա, որտեղ նայեք, շատերը եւ օրինակ 90-ականների վերջերից ստացել եք նիգերիացի արքայազններից նամակներ, որոնք ասում են, որ ես Նիգերիայի կենտրոնական բանկի կնոջից նամակ, մինչև հիմա ստանում եմ, ես անձամբ ահռելի շատ նամակներ են, ինչ հույսով են այս նամակները, այս նիգերիացի արքայազնները ուղարկում, հա։ Պարզ ասեմ, իրանց տրանզակցիայի արժեքը այնքան ցածր է, այսինքն իրանցից ինչ է գնում։ Ուղարկում են, ենթադրենք 100,000 հատ նամակ, ծրի է իրանց համար, հա, մի հատ կոմպյուտեր է միացրած, լավ 15 դրամի հոսանք ծախսեն, մի 1000 դրամի ժամ։ Մի հարի ֆգնի այդ կարտի վրա, հա, $30 ուղարկի, ինքը իր ժամը ապահովեց։ Երկուսը եղավ արդեն ինքը լավ էլ աշխատում է, հա, պատկերացնում եք։ Հիմա երկար ժամանակ այդ անգլերենի պատճառով, լեզվական սահմանափակման պատճառով, այն պատճառով, որ հայերեն ոչ մի բան լավ չէր աշխատում, շատ ալիքներ են պատճառով, որ մենք ուշ ունեցանք սմարթ հեռախոսներ։ Ու ընդհանրապես տեսեք, հանցագործները նաև ուսումնասիրում են այն երկիրը, որը թիրախավորում են, Հայաստանը երկար ժամանակ ցածր եկամուտով երկիր էր, մարդկանց ձեռը փող չկար, հա, բարձ ասած։ Հիմա որ երկիրը անցել է արդեն միջին եկամտով պետություններ, որ մարդկանց ձեռքին գումար է ավելացել, ու մարդիկ մտածում են ոնց փող աշխատենք, ներդրում անենք, այդ փողը չմնա, սենց հա, պտտվի։
այս իրավիճակում հանցագործներն են արդեն հասկացել, որ նախ այստեղ կարելի է ինչ-որ բան աշխատել եւ Հայաստանի վրա կոնկրետ աշխատող call center-ներ են հայտնվել, այսպես ասած զանգերի կենտրոն։ Դուք այսինքն հակված եք նրան, որ այս հանցագործությունները դրսից են մեզ մոտ ներմուծվում։ Ես տեսնում եմ, որ շատ հաճախ դրսից են եւ նույնիսկ երբ երկրի ներսում են իրենք գործում ունենում են կենտրոններ, հաճախ դա ինչ որ ընդհանուր սխեմայի մասն է, ինչու եմ ասում, ուղղակի վերացական չեմ հակված։ Հա, այդ ուղղությամբ նաև հաղորդագրություններ են եղել, տեսնում ենք, որ մեր ոստիկանները ճիշտ ասած ինձ մոտ մի քիչ դրանք կասկածելի են թվում, որովհետև Արտուր ջան, մենք ոչ մի անգամ այդ հանցագործների անունները չենք կարդացել։ Տեսեք, մենք տեսել ենք թե ինչպես են եպիսկոպոսներին մի վայրկյանում նշանակում դարի հանցագործ եւ տեսեք, ես չեմ ասում, բայց տեսեք, այս պարագային ոչ մեկի դեմքը չենք տեսել, անունը չեն հրապարակվել։ Բռնում են ինչ են անում, այդ չի հարցը։ Նույնիսկ եթե չենք հավատում ոչ մի բառի, բայց տեսնում ենք այդ բռնածը նաև եղել են միջազգային պրես ռիլիզներ, հա, օրինակ ես տեսել եմ մեր Հայաստանի տարածաշրջանի վերաբերելի եղել են պրես ռիլիզներ, օրինակ եղել է 2 տարի առաջ էր 24 թվականին, օրինակ եղավ մեծ այդպիսի գլոբալ ակցիա, որի մեջ նշվում էր, որ նաև որ Հայաստանում են վնասազերծվել ինչ-որ այդպիսի call center-ներ, ամբողջ աշխարհում եղել, Ավստրալիայից սկսած, Միացյալ Նահանգներով վերջացված եւ այնտեղ օրինակ Հայաստանը իշտակվել է։ Այսինքն այդ էի ուզում ասեի, ոնց որ չհասցեցի, երբ որ նույնիսկ մեր մոտ պրես ռիլիզներ եմ կարդում ու օրինակ կասկած ունենանք, որտեվ Հայաստանն չեն հասցնել գործերը։ Մենք ամեն դեպքում տեսնում ենք, որ դրսից էլ կա այդպիսի փաստեր, որոնք ոնց որ համընկնում են, եւ երկրորդ ցանցում ինտերնետի յութում պատտվում են տարբեր, հա, այդ խոշոր խմբավորումները, որոնք օրինակ Hive-ը, հա, որը խոշոր արշավ է, որը համակարգչի մեջ հատուկ տիպի վիրուս են դնում, գաղտնագրում են, հետո սկսում են փրկագին պահանջել։ Օրինակ իրենց ընկելա մարդկանց ձեռքը ինտերնետում պատտվում է իրենց այդ ուղեցույցը, որտեղ իրենք ներկայացնում են իրենց կառուցվածքը եւ բացատրում են նոր եկած մարդկանց, թե ոնց պետք է իրանց հետ աշխատել։ Այսինքն գաղտնազերծվել ինչ որ մարդկանց համար, թե ոնց են այս ցանցը ձևավորում։ Իրանցից նեղացածները դուրս արտախոսք են արել ու դա հրապարակային է, ու այնտեղ որ նայեք այդ ոնց են այդ call center-ներն աշխատում։ Հստակ ստրուկտուրա է, ոնց որ բիզնես լինի, ես նույնիսկ երազեի, օրինակ մեր պետական մարմինների աջակցության այդ հարթակները այդպիսի կոռեկտությամբ ու մանրամասն ունենան, կամ մեր բիզնեսներին, ասենք զանգում ես, շուտ հեռախոս վերցնող չկա, խոսելու ձև չունեն, այնտեղ մանրամասն ոնց հաճախորդի հետ խոսել, ոնց գրավել, հա, ոնց համոզել, հոգեբանական, մարքեթինգի բաժին, իրանց շեֆերով, հա, այս կառուցվածքներով աշխատողներ կան, եւ էլ եմ ասում, նույնիսկ եթե ներհայաստանյան ինչ-որ այդպիսի խմբավորումներ կան, երևում է, որ իրենք սովորում են այդ դրսի, հա, արդեն տարածված այդ ուղեցույցներից ու համակարգերից։ Արդյոք իրանք այդքան անվերահսկելի են եւ այդքան ուժայինների համար աննկատ գործող։ Չէ, աննկատ չեն գործում, ավելին ասեմ, եթե գնաք մեր ինժեներական քաղաքներ, չգիտեմ, այն տեղերը, որտեղ IT ոլորտով ինչ-որ ընկերություններ են, օրինակ տարօրինակ է, բազմաթիվ ասիական արտաքինով մարդկանց կտեսնեք ու հարց առաջում ինչ են անում իրենք Հայաստանում, հա, ասենք, դա ինչով են զբաղված։ Կամ կարող տեսնեք հա այսպես, հա, այսինքն ինչ որ հետաքրքրվել եմ ու իմացել եմ, որ օրինակ Հայաստանում գործում են ինչ որ on-line կազինոներ Չինաստանի վրա աշխատող։ Ինչու, որտեղ այնտեղ արգելված է, Հայաստանում կարելի է, կամ ինչ որ էլի, այսպիսի ինչ որ բաներ են նույնիսկ Հայաստանում գործում եւ եկեք ճիշտ հասկանանք։ Ենթադրենք Հայաստանում այդ ամբողջը փակվեց։ Ինչ է լինում։ Իրանք գնում են մի հատ ուրիշ երկիր, օրինակ Վրաստան կամ չգիտեմ, Թուրքիա։ Այսինքն որպես հարկատու իրանք մեզ համար շահեկան են, մենք այստեղ տվել ենք հնարավորություն, բայց մենք վստահ ենք, որ իրենք աշխատում են միայն դրսի վրա։ Մենք վստահ չենք։ Միգուցե այստեղ գեներացնում են նաև տեղեկատվություն։ Իրանք աշխատում են դրսի վրա, անում են ինչ որ գործ։ Օրինակ օրինական ծրագրային ապահովում է ստեղծում։ Թույն է, հա։ Բայց ինքը կոմերցիոն տարածք չեմ կարող հասկանալ ինքը ինչ է անում։ Գուցե իրանք անում են on-line կազինո, գուցե իրանք անում են խարդախություն։ Այդ որպիսի դա լինի, հիմա պետության տեսակետից մեկը եկել է, բիզնեսը դրել, փող է ներդրել, մարդկանց աշխատավարձ է տալի, իրենք փող են ծախսում, հարկ են տալի։ Okay, ասենք, եթե իրան ոչ ոք չի անհանգստացնում, ձեռել չի տալու։ Հիմա երբ խնդիրը սկսվում է, երբ պետությունը իմանում է հստակ, որ սրանք հանցագործ գործունեությամբ են զբաղվում։ Պետությունը ինչպես պիտի իմանա։
ոնց պիտի իմանա։ Պիտի լինեն ինչ-որ տեղից տուժողներ, ինչ-որ ինտերպոլներ, ինչ-որ Իսկ իրենց ոլորտը հնարավոր չի վերահսկել։ Ինչպես իրենք են մեզ վերահսկում, մենք չունենք այդ գործիքակազմը ԱԱԾ-ն չունի վերահսկելու կամ մեր հետախուզական ծառայությունը իր Հայաստանի տարածքում գործող բաներին ունի եւ կարող է ունենալ, բայց այստեղ էլ մենք խոսում ենք մի հետաքրքիր դեպքի մասին։ Տեսեք, եթե մի կողմից գուցե մեր մոտ հարց առաջում, ինչի ԱԱԾ-ն ամեն ինչ չի վերահսկում, մյուս կողմից դա բախվում է մեր անձնական ազատությունների սահմանին։ Այսինքն, որպեսզի ԱԱԾ-ն վերահսկի բոլոր այդպիսի call center-ները, հանցագործ խմբավորումները, ինքը ինչ պետք է անի։ Օրինակ, պետք է պարբերաբար այցելի այս կամ այն բիզնեսին իմանա այդ ինչով են զբաղվում։ Բայց ես եթե ինչ-որ փոքրիկ բիզնեսներ տարբեր հիմնելու աշխատանքներ փորձեր ունեմ, ես շատ նեղվում եմ, երբ որ հանգարց ինձ մոտ հայտնվում են ինչ-որ մարդիկ ներկայում ԱԱԾ-ից ճանապարհ եմ դնում, ներս չեմ թողում, ոչինչ չեմ ասում, որտեվ ես համարում եմ, դա իմ ազատությունն է խախտում։ Տեղեկատվական դաշտը վերահսկելու հեռավար կա այդ հնարավորությունը, թե ոչ։ Դա նույն տիպի մտահոգիչ է, այսինքն մեզ պետք էլ չի, որպեսզի ԱԱԾ-ն քիթը խոթի ամենտեղ ու առհասարակ դա իր գործը չի, այսինքն ես համարում եմ։ Բայց եթե դա ազգային անվտանգության սպառնալիք է, եկեք հասկանանք ինչ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության, եթե ինչ-որ չինական call center ստեղ աշխատում է։ Տեսեք, մենք տեսնում ենք, որ այո, բազմազգ բնակիչներ են արդեն հայտնվել Հայաստանում ու հատկապես Երևանը դարձել է շատ հետաքրքիր խառնազգ քաղաք։ Բայց այս մարդիկ միայն սովորական հետաքրքրություններով չեն այստեղ։ Այո, իրենք հնարավոր է իրենց երկրում չեն կարողանում բիզնեսը աճեցնել, գալիս են մեր մոտից են հեռավար աճեցնում, բայց հնարավոր է, որ նրանք ունենալով հայ աշխատակիցներ, հենց այստեղ գեներացնում են մեր տեղեկատվական բազան։ Հա, ես այդ հարցը տվեցի, որտեղ ուզում էի ձեզ այտենց փորձել, որ դուք առաջ բերեք։ Մեծ հաշվով մենք ունենք լիքը վտանգներ, երբ որ մեր մոտ call center-ներ աշխատում են։ Վտանգներից մեկը այն է, որ երկիրը կարող է նշվել որպես մի երկիր, որտեղ թույլ են տալիս ազատ գործել կիբերկրիմինալներին խաբեության կենտրոնային call center-ներին։ Դա երկրի ընդհանուր ռեպուտացիայի համար վնասակար է, մեկը։ Երկրորդ, երբեմն լինում է, որ այդ call center-ների աշխատանքի մեխանիզմն այսպիսին է, օրինակ Հայաստանի վրա աշխատող call center-ները կարող են տեղակայված լինել Ինդոնեզիայում կամ Ռումինիայում։ Իրականում հենց այդպես էլ կա, այսինքն մենք այլ երկրում են տեղակայվում, այլ երկրի վրա են թիրախավորված։ Դեպքեր, երբ որ իրանք աշխատում են այլ երկրում, թիրախավորում այլ երկիր։ Դա արվում է հենց դրա համար, որpիսի օրինակ Ռումինիայի իշխանությունները մոտիվացիա չունենան դրանց փակելու, ասեն դա ինչ-որ օֆիս է, ինչ-որ մի քանի հայ կա մեջները, մի քանի օքել ուրիշ ազգ, եկել են օֆիս են վարձը հարկ են տալի ինձ ինչ, հա, պատկերացնում եք, այսինքն դու դա փակում ես, ուղղակի այդ հարկից է զրկվում, պլյուս դրանք գնալու են մեծ ուրիշ տեղից անել, է ջանդամ, հա, այսինքն մեծ հաշվով սա է, այսինքն քանի դեռ քեզ ոչինչ չի սպառնում, պետությունը առանձնապես մոտիվացիա չունի, եւ նույնիսկ պետք էլ չի, որ պետությունը քիթը խոթի այս կամ այն բիզնեսի մանրամասներին։ Իսկ ինչ անի, երբ իր ներսում դրա համար պետությունը պիտի անի համագործակցություն, հա, ունենա կապեր համաշխարհային այդ կիբեր հանցագործության պայքարի այդ տարածքի հետ եւ երբ զգա ահազանգ անպայման գործի, որպիսի գոնե հրապարակավ ու եթե տեսել եք մեր մոտ այդ կիբեր ոստիկանություն բավական հրապարակային անում, ասես կռիվ կինոներ բաներ ու ես համարում եմ, որ դա PR-ի տեսակետից երկրի լավ է, որովհետև ինքը ներկայանում է որպես պետություն, որտեղ չեն հանդուրժում sense բաներ, չեն խրախուսում, բայց մենք գիտենք, որ դա Հայաստանի ներսում կան call center-ներ, դրանք սովորաբար աշխատում են եվրոպական ինչ-որ պետությունների վրա, շատ հաճախ այդտեղ ներգրաված են արտասահմանցիներ, օրինակ Ռուսաստանից Հայաստան եկած ռուսներ եւ ավելին ասեմ, այս ալիքը ավելի շատ մեզ մոտ սկսվեց այն ժամանակ, երբ որ 22 թվականից հետո ինչ որ պատերազմի ժամանակ, այո, ռուս-ուկրաինական եկան եւ այդ ժամանակ մեզ մոտ այդ ալիքը սկսվեց, հավանաբար այդ նոհ-հաուն ունեցողներ հայտնաբերեցին նոր տարածք, տեսան, որտեղից կարող են գործել եւ սրա ուղղությամբ ինչ որ հակազդեցություն կա։ Էլ եմ ասում, ես դեմ եմ իհարկե որ դրանք մեր մոտ գործեն, բայց նաև դեմ եմ որ մեր ԱԱԾ-ն հակազդեցությունը, բայց մեզ համար դրանք շատ տեսանելի չեն, բացի այդ PR տեսարաններից, որ մեզ մոտ խնդրեմը ուրիշ բան է, մեզ մոտ խնդրեմը այլ է։ Մենոնք ինչ որ հակազդում են, բայց ես գիտեմ ու ինֆորմացիաներ ունեմ, օդի մեջ չեմ ասում, որ շատ հաճախ Հայաստանում գործող call center-ներ աշխատում են այլ երկրների վրա։ Ինձ համար ավելի մտահոգիչ է այլ բան,
որ նախ այդ call center-ները որ բռնում են, ինչա կատարվում, այդտեղ էլ բնականը ամեն ինչ པարզ չի, որտեղ եթե դա այլ երկրի քաղաքացի է եւ այլն, հաճախ Հայաստանի իրավական համակարգի խնդիրային է իրանց հետ լուծել։ Ինձ համար խնդրեմն ուրիշ է, որ երբ մերոնք հայտնաբերում են կիբեր հանցագործությունները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, մենք չենք տեսնում բավարար ջանքեր այդ գումարները հետ բերելու, քայլեր ձեռնարկելու որպես ուսումնասիրեն, հա, ինչ որ խոշոր դեպքերում գուցե հակազդում են, բայց ես բազմաթիվ դեպքեր կա որ մարդկանց ուղղորդել եմ, ասեմ գնացեք ոստիկանություն դիմեք ճիշտը դա է։ Խուսափում են, ես էլ եմ մարդիկ ինձ գրում են, ասում են դե մեզ համոզում են, մի գրեք, մի լրացրեք, որտեվ դա իրանց համար բարդ է։ Պիտի օդը բացեն, գործիքակազմը խնդրեմային է եւ դրա համար եմ ես ասում։ Այդ նշանակում է, որ մենք չունենք նաեւ մասնագիտական խմբեր, մենք չունենք բավարար ռեսուրս։ Այո, այս դարաշրջանի այս մարտահրավերներին դիմակայելու համար մենք պիտի հատուկ վարչի ոչ թե գվարդիաներ ստեղծենք, այլ մենք ունենք, հա, հենց էտա, մենք ունենք տասնյակ հազար, 16000 թե ինչ թվեր եմ լսել։ Բարեկապահական գվարդիա այսպիսի զորքեր ունենք։ Բայց քաղաքը ասենք այս վիճակում է։ Էդ է մի կողմ, ասենք այդ ուղղությամբ այդքան մարդկային կապիտալ ռեսուրս ենք դրել, իսկ կիբեր տիրույթում, որտեղ հիմա տեղափոխում ենք բոլորի փողերը, բոլորին համոզում ենք էլեկտրոնային վճար քարտ բանկ, բայց կիբեր տիրույթում արդյոք հատկացնում ենք բավարար ռեսուրս, որ մենք ունենանք կիբեր ոստիկանական ստորաբաժանումներ բոլոր ոստիկանության բաժանումներում։ Այդպիսի ստորաբաժանում չի ավելացել։ Արդյոք ունենք բավարար գիտելիք, գործիքներ, հիմա մեր ոստիկանություն պիտի տառացիոն հաքերներ աշխատեին, հասկանում եք, որոնք կարողանում են օսին տանել, հա, բաց աղբյուրներից հետազոտություններ անել, հայտնաբերել, գտնել այս կամ այն քաղաքացուն որտեղից ով խաբեց, որ դրա հիման վրա ձևակերպվեն հայցեր, դրանցով դիմեն այդ պետություններին, ասեն այս կամ այն բանը Ռումինիայում, Ինդոնեզիայում վնասազերծ է։ Բայց չկան այդ ստորաբաժանումները չկան։ Այսինքն եթե Ինդոնեզիայում չեն ստանում դիմում, ասում են դե call center-ը համար բզբա, ես ինչ գիտեմ ինչ են անում։ Դիմում մինչև չստանան ինչի պիտի շոր բանան։ Հենց որ իսկ դիմում տվողը ով պիտի լինի մեր մոտ տուժածների հետ շփվող ոստիկանությունը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի։ Բաբյան ջան, բայց պետական համակարգի աշխատողը ինքն է նաև շատ հաճախ հայտնվում թիրախում։ Օրինակ վերջին թարմ տեղեկատվությունը, որ ես ստացել եմ, դա ՊԵԿ-ի իրավաբանության բաժնի թե վարչության աշխատակիցներից մեկն է, ով գնումների ժամանակ պարզում է 1.400.000 դրամի իր անունից գնում է արվել զիգզագից։ Ամռանը, այս ամռանը 2 ամիս կամ 1 ամիս առաջ ես տեղեկացա, որ Թատերական ինստիտուտի պրոռեկտորի անունից է զանգեր հնչել WhatsApp-ով, զանգեր են եղել դասախոսներին եւ այսպես ստուգողական բաներ, որպեսզի նորից գումար շորթեն։ Ու իդեպ ասում են ոնց որ թե հաջողել են շորթել։ Նաեւ տարօրինակ են դեպքերը, որ հիվանդանոցներում են այդ կիբեր հանցագործները արդեն սևեռվել, հիվանդանոցներում շարժող մեծ փողեր կա, այնտեղից են փորձում գողանալ բժշկական կենտրոններ։ Հիմա այս ամեն ինչի դեմ կազմակերպությունը անհատը ինքը իրեն պիտի պաշտպանի ու ձեր պատկերացմամբ եւ ընդհանուր առմամբ մեր մեծ պրակտիկայում, հա, աշխարհում ընդունված պրակտիկայում, մեր մակարդակի զարգացած մակարդակի պետություններում ինչպես է արվում, քաղաքացուն ընդհանրապես հորդորում է ոստիկանությունը, ինքը սկսում է ինքնապաշտպանվել, ինտելեկտուալ կարողությունները մեծացնել, որպեսզի զգույշ լինի, լինկեր, զանգեր եւ այլն։ Ի վերջո դրանք ձայներով նմանեցած զանգեր են։ Ինչքան ոնց կարա մարդը զգույշ լինի, ասենք, չգիտեմ, էլի, մարդու քաղաքացու եւ կազմակերպության վրա, թե պետության վրա է անվտանգության հարցը այլ երկրներում։ Տեսեք, երկու ծայրահեղություն կամ բանկերը իրենք իրենց պիտի պաշտպանեն։ Այդ հարցը շատ պարզ է, տեսեք, ելի եմ ասում, երկու ծայրահեղություն կա։ Մի ծայրահեղությունը, երբ դու ունես, այսպես ասած, դայակ պետություն, հա, այսինքն սովետական միությունը հենց այդպիսի պետություն էր, երբ որ պետությունը ամեն ինչ վերահսկում էր, հա, դայակի դեր էր խաղում, ինքը քեզի գործեր տեղավորում, ուղարկում էր աշխատելու, եթե չէիր ուզում աշխատել, ոստիկանը գալի հարցնում, սկսում էր այդ ճնշել, որ խիքել գնա գործի տեղավորվի, հա, դա մի ծայրահեղություն։ Չինաստանը այդպիսի պետություն է, այսինքն դու փողոցը սխալ տեղով անցար, քո ռեյտինգը գնում է, կարող խանութում գնաս, քարտը չաշխատի։ Մենք կարող ենք ընտրել այդ ճանապարհը, կա եւ դրա կա հակառակը, այսպես ասած, ոչինչ չանող պետություն, հա, laissez-faire, հա։ Սրա օրինակ Միացյալ Նահանգները, որտեղ նույնիսկ ֆեդերալ ոստիկանությունը ամեն տեղ չի մտնում, այսինքն կոնկրետ քաղաքը կամ նույնիսկ կոնկրետ թաղամասը ինքը իր ոստիկանին ընտրում, շերիֆ ասած, ու նրա վրա է պարտավորությունը մի բան էլ տեղի հարկերից էլ այդ ոստիկանը վճարվում է, այսինքն հնարավորինս ապա կենտրոնացված է։ Հայաստանը դրա ինչ որ միջին մոդել է,
մեր մոտ խնդիրներից մեկը այն է, որ մարդիկ եկել են սովետական հանրությունից, հետո էլ օրինակ այս ԵԱՏՄ եւ այն այս համակարգում մեկը այդ դայակ պետության կոնցեպտը կա, որ պետությունը ամեն ինչի պատասխանատուն է եւ ամեն ինչի վերահսկող է։ Ու մենք պիտի մեր համար որոշենք, մենք ուզում ենք, որ օրինակ պետությունը արգելի VPN-ները, պետությունը չթողնի WhatsApp-ը լինի, սաղ ինձ տիպի մենակ Max-ով օգտվեն, որպեսզի պետությունը բոլոր հաղորդագրությունները կարդա ու կարողանա բոլոր հանցագործներին բռնել։ Բայց հիմա էլ է կարդում։ Չէ, տեսեք։ Ընտրությունների առիթով այնց մարդիկ են ձերբակալվել, մտածում ես որ համատարած պրասուշկա է։ Այդ պիտի խոսենք դեռ, բայց լոգիկան էս է։ Հա, տեսեք, Ռուսաստանում ինչ է։ Instagram արգելվել է, Facebook արգելվել է, VPN-ները հերթով փակում են։ Այդ արվում է նրա համար, որպեսզի պետությունը հստակ տեսանելիություն ունենա ամեն ինչի, կարողանա ամեն ինչին հակազդել։ Կամ Չինաստանում, ուրեմն դու պիտի WeChat ունենաս, ուրիշ ոչ մի բան։ Նույնիսկ արաբական պետությունները։ Դե հիմա մենք էլ իմեյլ կոդ ենք։ Եկեք որոշենք, հա, այսինքն մենք ինչ ենք ուզում։ Ուզում ենք, որ մեր մոտ լինի այդ արգելքները ու պետությունը այդ արգելքների շրջանակում կարողանա ամեն ինչին հակազդել, թե ընդհակառակը մենք մարդկանց պատասխանատվությունն ենք բարձրացնում, ասում ենք ախպեր, քարը ձեր գլուխը, դուք ձեր գլխի ճարը տեսեք։ Երկու ծայրահեղություն է, ես չեմ ասում մենք պիտի ընտրենք այս կամ այն։ Այսինքն եթե ես ունեմ պետություն եւ կառավարություն եւ ընդհանրապես ես իմ հարկերով պահում եմ ինչ-որ մարդկանց, այդ մարդիկ պիտի իրենց աշխատանքի մեջ լիազորությունից օգտվելով ինձ պաշտպանեն։ Հա, ես կողմ եմ ոչ թե միջին, բան չեմ ասում։ Ճանապարհ անցնելուց այո, ես պիտի չընկնեմ մեքենայի տակ, բայց մենք պիտի որոշենք դա, ու այդ որոշումը ո՞նց է կայացվելու։ Այդ որոշումը կայացվում է քաղաքացիների պահանջներով, քաղաքացիների ընտրություններով, ներկայացված քաղաքական օրակարգով։ Հիմա ցավոք սրտի ես չեմ տեսել մի քաղաքական ուժ, որ կա ասի մեր ոստիկանությանը պետք է այս ռեֆորմա։ Ոչ մեկ տենց արման մասին չի խոսում։ Բոլորը գալիս են, ասեն, էսի հրեշա, էսի ազգի դավաճան, դրանով ենք պրծնում։ Ոչ մեկը խորը չի բարձրացնում այս հարցերը։ Լավ ջանդամ, ասենք այդ համապետական ընտրությունները հասկանում ենք սպეციფիկա ունեն, եկեք խոսենք գոնե համայնքային։ Մենք ընտրություններից, հա, մենք դիմաց ունենք տեղական ընտրություններ։ Երևանից մարդիկ այս հարցերը բարձրացնել, ասել Ժորժ ջան, կարա կնենց անեք, որ մեր, չգիտեմ, մեր մարզային այս քաղաքում կամ այս գյուղում, այս համայնքում ոստիկանությունը այս հարցը լուծի, հա։ Ժորժ, եթե քաղաքական գործիչները չեն բարձրացնում այդ հարցը, գոնե մարդիկ պիտի այդ պահանջը դնեն, ասեն ախպեր, փող դրեք մեր համար այս խնդիրը լուծեք։ Բայց կներեք, հիմա օրինակ ես եւ դուք բարձրացնում ենք այդ հարցը եւ բարբերաբար մամուլը այս խնդիրը արծարծում է, այսինքն արդեն իսկ արծարծելով փորձագետները ռիսկերը ներկայացնելով պետության առաջադրանք տալիս են Արտուր ջան։ Այո, ես համաձայն եմ ու շատ եւ պետությունը ձեզ հիշեցնեմ, սիրելիս, մենք ունենք մի քանի վերահսկողական ծառայություն, կարծեմ մի 5-6 վերահսկողական ունենք, այդ թվում ունենք արտաքին հետախուզական ծառայություն եւ ազգային անվտանգության ծառայություն։ Մենք բավականին շատ վերահսկող կառույցներ ունենք իրենց մանդատով։ Այո, եւ իրանք նույնիսկ մանդատ ունեն ինչ-որ բաներ կարողանալ լսելու, նայելու։ Ջաջաները չեն որ չհասկանան։ Այսօր ճկուն պրոդուկտի ջահելներ թեմա է, որ մեր մոտ հաճախ այդ նույն վերահսկողական ծառայությունները ոչ թե ըստ նշանակության են գործում, այլ գործում ըստ քաղաքական նպատակահարմարության, այսինքն օրենքները կան, ոնց որ, բայց չեն գնա մի թոշակառու կնոջում խապել են փողերը ձեռից տային, իր հարցով զբաղվող չի լինի, բայց հանկարծ մի քաղաքական, մի, չգիտեմ, օլիգարխ իրանց ոչ հաճո մի բան ասի, հաջորդ օրը արյուսներից սկսած աղին բռնելու են սատկացնեն, հա։ Այսինքն այս պատմությունը մեզ ցույց է տալի ինչ խնդիրներ մենք ունենք, դրանք համակարգային են։ Կամ էլ դու պիտի այնքան շատ ռեսուրս դրած ունենաս այդ վերահսկողական ծառայությունների մեջ, որ ամեն անեն, ամեն էդի դրանք նորից դառնում են Ռուսաստան կամ Չինաստան, այս ծայրահեղություններն, հա։ Ամեն դեպքում ես համարում եմ, որ այս խնդիրը, տեսեք, մենք ունենք հազարավոր արդեն տուժածներ, այդ մարդիկ կենտրոնական բանկի ձեռ շատ, ինձ կարող եք նաև դրվագներ պատմել, դրանով մենք փորձենք որպես օրինակ մարդկանց ուշադրությունը գրավել։ Սա այն թեման է, որ տարիքային բոլոր սեգմենտներին եւ սոցիալական բոլոր շերտերին հետաքրքրող է։ Խնդրում եմ երկու դրվագով պատմեք։ Դրվագներից պատմեմ, ժորդ, նայեք, մի քանիսի դեպքում նույնիսկ հակազդեցություն կա կամ տուժածներ կան, օրինակ տարեց մի կին թոշակառու, թորնիկը եկել ասել է տատի, ասենց հետաշքիր բան եմ հայտնաբերե, $100 գումար եմ դնում ու տես։ Իսկ հայտնաբերել են սրանով հարգելն, այ որ ձեր թորնիկը գովազդա տես Instagram-ում, տես նայ արդեն փողը դրել եմ մի քիչ, 40,000 դրամ եմ սարքե $, դրել եմ, կրիպտոյով վաճել է դարել արդեն $300։ Դե տատին ինչ կլինի, կարող է ինձ մի քիչ էլ օգնես, շատ ասնեմ։ Տատին որոշել է թոռանն օգնի ու ներքաշվել այս պատմության մեջ, ասենք դրել է 500,000 դրամ,
հետո ամբողջ իր խնայողություններն ա դրել 2-3 միլիոն, հա, մենք տեսել ենք հեռուստատեսությամբ ցույց էին անում, մի կին ասում էր $180,000 փող եմ դրել, իրականում ինքը այդքան չի դրել, իրականում այդ նկարած թվերն ա, այդ համակարգը, խաբեության հարտակը, որի մեջ ներքաշեն, ուղղակի թվեր ա նկարում։ Այսինքն քեզ գայթակղում է, բայց ինքը ռեալ 20-30,000 դրել է, հաստատ, առնվազն մի այդպիսի դեպքեր տեսել ենք։ Նաև տեսնում ենք այլ դեպքեր, երբ որ ու այստեղ ավելի շատ իրավապահները գործ ունենալու, օրինակ զանգ է գալիս ու գրվում է հայկական բանկերից մեկի անունը, այդպիսի տարբեր բանկեր անուններ եղել է, ու զանգ է գալի, ասում են մենք այս իր բանկի անվտանգության ծառայությունից ենք, հենց նոր ձեր անունով վարկ է ձևակերպվել եւ դա խաբեության սխեման է սկսվում, հա, պատկերացնում եք, հենց այդպես ներքաշում են վարկա ձևակերպվել 600,000 դրամի, մենք հավելյալ անվտանգության ստուգում ենք անում, որպեսզի հասկանանք դուք եք դիմել թե ոչ եւ արդյոք այս փողը Եվ սկսում են քեզ հարցեր տալ, քո տվյալներից։ Դե մարդը լեղաճակ, ոնց, ես բան չեմ արել, բան, ասում ոնց դուք չեք արել, մենք պետք է հավելյալ ստուգում անենք, հիմա մենք կոդ կուղարկենք, որ համոզվեք դուք եք, ու ուղարկում են կոդ իրականում հետևում ինչա կատարվում, իրանք հենց այդ ժամանակ մտել են բանկի հավելված ու փորձում են ձեր տեղը լոգինվեն։ Հետո ասեն այս կոդը ասեք, որ համոզվենք հաստատ դուք եք, ու այդ SMS-ում գրած է, այս կոդը երրորդ անձանց չտակ, ոչ մեկին չասեք, բայց մարդը էմոցիոնալ վիճակի մեջ է։ Իմիջիայլոց ես այսպիսի դեպքով ոչ մեկին չեմ մեղադրում եւ որովհետեւ ուղղակի կատարելության են հասցված այս մեխանիզմները։ Զեղծարարները իրենք քեզ հոգեբանորեն կարողանում են ճնշել, ես հիշում եմ այն դեպքերը, որ ասում են երեխայիդ մեքենայի տակ են գցել, ես ինչի վանդալացում։ Հիմա զանգում են նոր հիմիկվա շատ տարածված սխեմաներից մեկը, զանգում են, գալիս է միջազգային ֆրանսիական համարներից էս վերջերս անընդհատ, տարածություն 2 օր առաջ հենց ինձ են նույնիսկ զանգել, խոսում են ռուսերենով, ասում են, որ մենք այսինչ օպերատորից են, տարբեր օպերատորներով եւ մեր, ինչպես գիտեք, մեր ցանցը անցում է կատարում 5G համակարգի եւ որպիսի ձեր հեռախոսը վաղվանից չդադարի գործել, ու դուք պատկերացնում եք մարդուն ասում են վաղը քո հեռախոսը չի աշխատում։ Ինֆարկտ կստանա, հեռախոսով տոյել, հեռախոսով տրանսպորտ, առևտուր, ամեն ինչ մեջն է։ Ստացվում է, որ մարդը ինքը կարող է ցանկացած բան, ոչ մեկ ապահովար գրված չի, ոչ ինտելեկտուալ։ Հետ խոսում եք, այդ մարդիկ սկի չեն հիշում իրանց ինչ են ասել։ Հա, որտեվ էմոցիոնալ իրանց համոզել են, ասել են մենք հիմա WhatsApp-ի են զանգը տեղափոխում, որտեվ այնտեղ screen sharing կա, այսինքն հանցագործը կարող է տեսնել ձեր էկրանը։ Հետո ասում են, եկեք միասին մենք ձեզ կօգնենք կարգավորումներ տակ։ Այստեղ հա ասեք, ստե ձեր PIN կոդը հավաքեք, հա։ Եվ մարդիկ Իսկ այդ հայերեն խոսքը հուշում է, որ ինքը տեղից է, թե էլի կարող են տրանսլյացիաներ անել եւ կարող են արհեստական բանականությամբ էլ սարքել եւ այն որ մի հատ նկարագրում եք որ անունով անում են նույնիսկ իմ անունից էին սարքել պրոռեկտորը որ իմ անունից սարքել էին ձեր անունից իմ նկարով WhatsApp-ին սարքել Միկա Բադալյանի անունից էլ էին սարքել փողին հավաքել եւ այստեղ ադրեցի այդ տարբեր պետական պաշտոնյաներ հասարակական քաղաքական գործիչներ մենք այսպիսի պայմաններում կարող ենք վստահ լինել որ պաշտպանված է ամբողջովին պաշտպանված է մեր պետական գանձարանը չմոռանանք որ պետական կայքերը, նույնիսկ ազգային անվտանգության կայքը կոտրեցին ադրբեջանցիները պատերազմական օրերին եւ հակաքարոզչություն էին իրականացնում։ Տեսեք, իրականում ես այդքան էլ արդյունավետ չեմ համարում այդ թեմայով շատ sense խոսելը, որտեվ ծանոթ չեմ դրա։ Նախ ծանոթ չեմ ու ոչ ոք ծանոթ չի։ Երկրորդ, եթե նույնիսկ ծանոթ լինեի, երևի հրապարակային այս թեմաներով խոսելը այդքան էլ օգտակար չի, բայց մենք գիտենք փաստեր, գիտենք որ օրինակ 20 թվականին այդ 44 օրյայի օրերին ինչ ասես կոտրվել է մեր մոտ սեպտեմբերի 27-ին ուղղակի 90 լրատվական կայքեր, ասենք անհասանելի դարձան 1-2 օրվա ընթացքում հրապարակվեց պետական Մալբերի համակարգից արտացված մեծ ծավալի տվյալներ զինվորականների, նույնիսկ ԱԱՑ-ի աշխատողների ինչ-որ տվյալներ էին հրապարակվում կամ COVID-ի ժամանակ, հիշում եք այդ COVID-ի օրերին, այդ տարին ահավոր տարիներ ինչ արած արտահոսում էին մարդկանց անձնական տվյալներ այն դեպքում, երբ որ այդ ժամանակ հիշում եք շատ թշնամաբար էին մարդիկ վերաբերում, մուտքերում տան գրում էին ստեղից գնացեք վիրուսնի, այս պատմությունները, սա մեզ ոչ մի ուրախ բանի չի հանգեցնում Այսինքն մենք տեսնում ենք, որ պետությունը ցածր կարողություններ ունի անձնական տվյալների պաշտպանության, իր տվյալների պաշտպանության ուղղությամբ եւ պետական գանձարան ասված ինչա, պահոստային ռեսուրսի ասածի ինչա, մեծ հաշվով ոսկին ամբողջությամբ արդեն վաճառված է, այսինքն հիմնականում մեր պետական այդ գումարային տրամաշրջանությունը դա թիվ է,
Պահոստային ֆոնդը ջանդամ հիմնականում դա ինչ-որ թվեր է, ինչ-որ տվյալների բազաներ է։ Եվ եթե այդ բազաները վնասվեն, խափանվեն, ինչ-որ մեկը գողանա, շատ դժվար է լինելու դրա հետագծելիությունը պաշտպանել։ Հիմա ավելի մտահոգիչը նույնիսկ այդ չի, հա, պատերազմները ինչ ասես եղել է լավ հիմա հասկացանք։ Ինձ ավելի մտահոգում է այն, որ մենք այդպես էլ հանրային չենք իմացել, արդյոք դա հետաքննվել է, ովքեր են պատժվել, արդյոք նրանք ովքեր պետք է պատժվեին, պատիժ են կրել, աշխատանքից հեռացվել են, արդյոք ինֆորմացիոն արտահոսքերի մասն է խոսքը անձնական ինֆորմացիոն արտահոսքների, տվյալների արտահոսքերի։ Մենք առանց ադրբեջանցիները կոտրել լցրել են կառավարության չքննարկվող հարցերով ինչ-որ բաներ, տվյալների շտեմարներ կա։ Հրապարակել են բոլոր ընտրողների տվյալների բազա, հա, հրապարակել ավտոմեքենաների պետհամարանիշների բազա։ Այդ ամբողջ ինֆորմացիան շատ կարևոր է, ավելին ասեմ, դրանից հետո նույնպես մենք կտրուկ աճ տեսանք սոցիալական ինժեներիայի հարձակումների, որովհետև այդ տվյալները վաճառվում են կամ շրջանառվում են հանցագործների մոտ, եւ ուրիշ բանա քեզ նիգերիացի արքայազնը, որի մասին շատ խոսեցինք արդեն այսօր ականջուկանչի։ Ուրիշ բանա մեկը զանգի ասի, ես նիգերիացի արքայազն եմ, ուրիշ բանա մեկը ձեզ նամակ գրի ձեր տվյալների իմանալով, ասի դուք էս ինչ քաղաքացին եք, էս ինչ հասցեով եք բնակվում, սա ձեր անձնագրի համարն է, սա ձեր թիվն է, էս են մարդն է, էս ձեր մեքենայի պետհամարանիշն է ու խնդրեմ, ահա ձեզ էս ինչ բանը։ Ես ես ավելի տխուր բաներ կասեմ, մենք ունենք քրեական գործեր, որ մարդը իր տան մեջ նստած է, բայց իր տան վերաբերյալ արվել է գործարք հեռավար։ Այսինքն տունը վաճառվել է եւ կա նոր սեփականատերը, ինչի մասին ինքը չգիտի։ Մենք այդպիսի քրեական գործեր ունենք։ Եվ պետությունը ինքը երբ որ բոլորիս մտցնում է քարտային համակարգ, ասում է գնացեք վճարումները պիտի օթում թափառող փողեր չլինեն, պիտի վերահսկվեն այս գումարները։ Անկամ մենք QR կոդով ենք, չէ, ապարատից օգտվելուց մուծումներ անելուց մենք QR կոդով ենք արդեն հաստատում։ Նույնիսկ այս դեպքում կամ email կոդի ներդրման, որը 27-ին փաստորեն պիտի հունվարի 1-ից արդեն գործի այս վերահսկելիության գործոնը։ Սրանք չեն պաշտպանելու մեզ լրացուցիչ անգամ, սրանք մեզ ավելի անվտանգ չեն դարձնելու։ Ես լուծումը, ինչ որ արդեն խոսեցինք այս մասին մի փոքր, բայց կրկին լուծումը տեսնում եմ հետևյալում։ Մենք պիտի կտրուկ ռեսուրսները ավելացնենք կիբերտիրույթի պաշտպանության։ Եվ նոր մասնագետներ ներգրավենք ու նոր ստորաբաժանումներ պիտի բացվեն։ Ռեսուրսը հենց դա է, այսինքն եթե չկա փող, եթե չկա ռեսուրս, եթե չկան նոր տեխնոլոգիաներ, լավ մասնագետներ չեն գտնվում։ Մենք խնդրեմ ունենք, հասկանանք, նայեք, մենք IT ոլորտին տալիս ենք արտոնություններ, հա, հարկերը ցածր են վճարում եւ այս պետական ոլորտի աշխատողը նույն IT-շնիկը, սենց ասած, ինքը գիտի, որ պետական գնաց իր հարկերը այսքան պավելու է, չգիտեմ, աշխատավարձը այսքան է լինելու, իսկ գնաց IT կամպանիա կրկնակի երակի փող է ստանալու։ Բնական է, որ IT-շնիկը նախընտրելու է գնա մասնավոր սեկտոր եւ ոչ թե պետության համար։ Եթե մնաց ինչ որ պետական համակարգում, այտենց փորձելու է կողքի ծիրիկունները գնա Լևի գործանի, կպան որ իր կտուշի պետությունը ինստիտուտներով։ Իհարկե այդ պետությունը որտեվ ունենալու է արդյունքը։ Հիմա մենք մեծագույն խնդիր ունենք։ Այսինքն ժամշուտ պիտի մտածի պետությունը այս գործիքակազմերի մասին։ Պետություն պիտի այդ գործիքակազմը ներմուծի, լավ է որ մենք գոնե անցած տարի ուշացումով ունեցանք կիբերանվտանգության մասին օրենք, ինչ որ նոր մարմին է ստեղծում, բայց վատա որ այդ ռեֆորմների արագությունը իմ կարծիքով շատ դանդաղ է, այսինքն անցած դեկտեմբերին ընդունվել է այս օրենքը, դեռևս ամեն ինչ չի կիրառվել, դեռ 2 տարի է տևելու այս ամբողջ տրանզիա։ Եվ փոփոխության չի ենթարկվել անձնական տվյալների մասին օրենքը։ Այո, եւ պիտի դեռ հասկանանք ուր է այս ամբողջ ռեֆորմը շարժվում, արդյոք շարժվում է, չի շարժվում, որտեվ այստեղ որոշակի պարտադրանքներ էլ կան, այսինքն մենք նաեւ քան որ միջպետական ինչ որ բաներ ունենք, նույն Եվրամիության հետ, Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ, այս բոլոր կոնվենցիաներն էլ պիտի հաշվի առնվի, որտեղ ու ինչ ուղղությամբ ենք շարժվում եւ ամեն դեպքում կարծում եմ արագությունը բավարար չի, որտեվ առցանց կյանքը այնքան արագ է գնում, հա, այնպիսի տեկտոնիկ փոփոխություններ, ամ նաև այս արհեստական բանականության ի հայտ գալով հարձակումների որակն, արագությունն ու տեմպն է կատարել։ Մյուս կողմից մենք ունենում ենք ինչ որ անհայտ մարդկանց նշանակումներ շատ կարևոր ոլորտներում, շատ կարևոր կառույցներում ղեկավար կազմ, որտեղ ասենք կարող է ընտրությունից ընտրություն չէ, նույնիսկ մենք չունենք հաստիկ բացի աղքից եւ վարչապետից, որ մարդ է փոխվել։ Այդ երկու հաստիկներն են, որ չեն փոխվում։ Մնացած դեպքերում 5 տարվա մեջ 7-8 ղեկավար մարդ է փոխվել, իսկ նրանք նշանակում են, որ հասանելիություն են ունեցել այդ բազաներին եւ այդ բազաներից հետո կարող է մարդը գնա դառնա սովորական մեկը կամ չգիտեմ խոպանչի եւ այդ անձնական տվյալներին փաստորեն տիրապետի։ Մենք համենայն դեպս սոցապի պարագայում այդպիսի չար փորձ ունենք, որ
սոցիալ-ծառայության պետ է նշանակվել մարդիկ, որոնք այսօր, չգիտեմ, որ դաշտերում են քայլում։ Տեսեք, ես դա այդքան էլ իմ էքսպերտիզան չի, ես չեմ սիրում մտնել որոշ, բայց այնտեղ կա անձնական տվյալների բազա, որը ահռելի բազա է եւ որը այստեղ էական է, որպեսզի մենք ստեղծենք անհրաժեշտ ինստիտուտներ, հա, խնդիրներ, էլի առիթներ ա եղել։ Օրինակ այդ տեսախցիկների մասին օրինագիծ էին փորձում առաջ մղել, ու իմ խնդիրը նույնիսկ մարդկանց հետ չէր կապված, որտեղ նույնիսկ եթե սուրբը լինի ինչ-որ պաշտոնում, ես չեմ ուզում իր, չեմ, սրբության վրա դնեմ, հա, հույսը։ Ինձ անհրաժեշտ է, որպեսզի ես համոզված լինեմ, որ այդ մուտքերը լոգավորվում են, ամեն պատական մարդ չի կարող մտնել դուրս գալ, պաշտպանական համակարգերը բարձր մակարդակի վրա են, որ կա համապատասխան գործիքակազմ ունեցող իրավապահ համակարգ։ Դե պիտի պետական ինստիտուտներ իրանք աշխատեն։ Դա է իմ լուծումը, այսինքն դրա համար ես նույնիսկ մարդկանց մասին չեմ էլ մտածում, ինձ համար խնդիրը արդյոք կան ու ստեղծվում են այդ ինստիտուտները, արդյոք իրենք բավարար արագությամբ են արվում։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Մենք խոսեցինք զեղծարարության մասին, մենք խոսեցինք դրամաշորթման դեպքերի։ Իհարկե բազմաթիվ ու բազմաժանրային այդ դեպքերը դուք կարող եք նույնիսկ ձեր միջավայրում հազարով մի տարբերակների հանդիպել։ Միայն մեզ մնում է ձեզ հուշել, հիշեցնել, որ պետք է ամենայն նրբանկատությամբ հետևել ձեր հեռախոսներին, զգույշ եղեք եւ երեխաներին քիչ տրամադրեք, որովհետեւ նույնիսկ խաղերի միջոցով կարող են երեխաների միջոցով ներգրավել ձեզ այդ հանցավոր խմբերի մեջ եւ դրամաշորթման դեպքեր գրանցվեն։ Շնորհակալ եմ Արտուր ջան շատ հետաքրքիր զրույցի համար։ Դա Աստված, որ մեր հաջորդ զրույցին մենք արդեն պետական ինստիտուտների այդ ընկալումների եւ մոտեցումների մասին խոսենք որպես ստեղծված գործիքներ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սա թեմա է, որը վերաբերում է յուրաքանչյուրիս, քանի որ կիբերհանցագործները զոհին ընտրելիս չեն տարբերակում նրա մասնագիտական կողմնորոշումները, նրա սոցիալական դիրքը, պաշտոնը կամ տարիքը։ Ուստի խնդրում եմ, լինեք հետևողական, լինեք շատ զգոն եւ ուշադիր եւ հույսներդ մի դրեք պետության վրա, քանի դեռ պետությունը չի ստեղծել ինստիտուցիոնալ համակարգ այս ժամանակակից մարտահրավերներին դիմադրելու եւ դիմակայելու համար։ Իսկ մեր անվտանգությունը առայժմ փաստորեն կախված է միմիայն մեզնից, մեր գիտակցությունից եւ սթափությունից։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար եւ հիշեցնեմ, պիտի բաժանորդագրվեք Anti-Fake-ին YouTube-յան ալիքին, որպեսզի տարածենք այս հաղորդումը եւ ավելի շատ մարդկանց ներգրավվենք եւ որպես հետևորդ եւ որպես իրենց խնդիրները ներկայացնելու միջոց։